Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին Արմինե հեռուստաընկերության եթերում։ Հայկական եթերի միակ դիզայներական հեռուստանախագիծն է «Տունտեղ» հեռուստանախագիծը, որը ի դեպ այս տարի նշում է 11-րդ հոբելյանական եթերաշրջանը։ Այս եթերաշրջանում, ինչպես եւ խոստացել ենք, մենք ճանապարհորդելու ենք տարատեսակ դիզայներական ցուցահանդեսների եւ reality ձևաչափով ցուցադրելու ենք ձեզ։ Մեզ բարի եթեր, իսկ ձեզ բարի դիտում։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, դուք դիտում եք «Տունտեղ» հեռուստանախագծի 3-րդ թողարկումը։ Մենք շարունակում ենք մեր հետաքրքիր հեռուստատեսային խորագիրը, խորագիր սանտեխնիկների համար, իսկ այս խորագրի գլխավոր հովանավորը, ինչպես նաև մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավորն է United Technical Service ընկերությունը Grohe մասնագիտացված կենտրոնով։ Այս պայն մեր տաղավար եմ հրավիրելու ընկերության նախագծերի եւ սերվիսի մենեջեր Ռոման Մատինյանին։ Ռոման, համեցեք։ Ողջույն։ Լավ եք։ Շատ լավ։ Ռոման, շարունակելու ենք զրուցել Grohe ապրանքանիշի հետաքրքիր ապրանքատեսակներից, լավագույն ապրանքատեսակներից եւ նաեւ հեռուստատեսային ձևաչափով ցուցադրել, հա։ Ռոման, նայեք, շատ հաճախ վատ ընտրված ծորակը կարող է ամբողջությամբ փոխել, հա, ջրի պարունակությունը, ինչու՞ չէ նաեւ շատ տհաճ համ եւ հոտ փոխանցել։ Այսօր խոսելու ենք այն ծորակների մասին, որոնք չունեն այդպիսի վտանգավոր ազդեցություն եւ ճիշտ հակառակը, հա։ Նրանց այո, խոհանոցային ծորակներից Grohe ապրանքանիշի, որոնք ճիշտ հակառակը ապահովում են լավագույն, այսպես բարձրորակ ջուր ընտանիքի բոլոր անդամների եւ օգտագործողների համար։ Նայեք, Ռոման, Հայաստանում իհարկե ջուրը շատ համեղ է եւ շատ գովում են, որ Հայաստանի ջուրը լավն է, բայց իսկապես երբ ծորակները վատն են լինում, ամբողջությամբ փոխվում է, հա, համը։ Մենք շատ հաճախ ենք հանդիպում այն դեպքերին, երբ ջրից համ է գալիս, տհաճ հոտ է գալի եւ սա շատ հաճախ կապում են ընդհանուր ջրային ցանցերի հետ, բայց իրականում պատճառը հենց կարող է լինել պարզապես վատորակ ծորակը։ Միանշանակ Կարեն, խոհանոցային ծորակը պետք է պատրաստված լինի այնպիսի մետաղներից, որը չի արտազատում ծանր մետաղներ։ Օրինակ կապար։ Այո, Grohe-ն օգտագործում է այնպիսի տեխնոլոգիաներ, որ ջուրը մետաղի հետ շփումից չփոխի իր համը։ Եթե խոհանոցային ծորակ եկեք այսօր խոսենք Grohe Blue Home ծորակի համակարգի մասին։ Grohe Blue-ն պարզապես ծորակ չէ, այլ ջրի մաքրման եւ մատուցման կատարյալ կայան հենց ձեր խոհանոցում։ Այս համակարգը ունի երկու առանձին ջրային ուղի։ Մեկը նախատեսված է սովորական կենցաղային ջրի համար, իսկ մյուսը բացառապես զտված բարձրորակ խմելու ջրի։ Սա հուսալիորեն երաշխավորում է, որ ձեր խմելու ջուրը երբեք չի խառնվի տեխնիկական ջրի հետ։ Բացի այդ, խելացի համակարգը ոչ միայն ֆիլտրում է, այլև ակնթարթորեն սառեցնում է ջուրը եւ ըստ ձեր ցանկության հաղորդում դրան թեթև կամ հագեցած գազավորում։ Շատ լավ, Ռոման, կխնդրեմ, որպեսզի մեր սեղանին լինի այս ապրանքատեսականին, որպեսզի ավելի մոտիկից ուսումնասիրենք եւ մեր ստեղծողներին ցույց տանք, միջ այդ մենք կհագնենք մեր ձեռնոցները, որպեսզի շփվենք բարձրակարգ պրոդուկտի հետ եւ մեր մատնահետքերը չթողնենք։ Խնդրեմ։ Երեք։ Դե ինչ հեռուստատեսության հրաշքով այստեղ հայտնվեցին բոլոր ապրանքները, Ռոման, ինչու են այսքան շատ եւ տարօրինակ ֆորմաների, սա ինչ է։ Սկսենք սրանից։ Կարեն ջան, սա ծորակի կարբոնայզերն է։ Առանց այս կարբոնայզերի այս ծորակը չի աշխատում։ Եկեք ծորակը սկզբից անբոքսինգ անենք ամեն դեպքում։ Ահա։ Տեսնենք այս ինչ է։ Տեսնում եմ կրկին շատ մեծ, գեղեցիկ ծորակ։ Ես այնքան շատ եմ սիրում այս անբոքսինգի պահը։ 3, 2, 1։ Ահա։
Եվ սա, եթե չեմ սխալվում, արժեքով ամենաբարձրն է, չէ՞։ Այո, այո։ Եվ գույնը նայեք ամփայլ խրոմ։ Գեղեցիկ է։ Հիմա եկեք բացատրենք, այսինքն հերթականությունը։ Սա ծորակն է։ Այո։ Սա այն սարքն է, որը տեղադրվում է ծորակի։ Որը ֆիլտրացնում, սառեցնում է ջուրը եւ գազավորում։ Ահա, սրանք ինչեր են։ Սա գազի բալոնն է իր, սա ֆիլտրն է։ Այսինքն ջուրը ամբողջությամբ մաքրվում է, խմելու համար դարձում է ֆիլտրի միջոցով, իսկ սա էլ ապահովում է, որպեսզի այդ գազավորված ջուրը մենք վայելենք։ Այո։ Իսկ ջերմաստիճանի հետ փոփոխություն կատարվում է։ Այո, կարողանում եք ջերմաստիճանը կարգավորել։ Շատ լավ։ Դե ինչ կարծում եմ շատ-շատերը ամռան այս ամիսներին կուզենան նմանատիպ ծորակ ունենալ իրենց տանը եւ անվճար խմել հանկարծ ջուր որքան սրտներ ուզի, նամանավանդ ուզում եմ նշել, որ սա կարող է խնայել բազմաթիվ պլաստիկ շշերի, վերացմանը։ Նշեմ, որ գազի բալոնը նախատեսված է 60 լիտր ջրի համար, ապահովում է 60 լիտր գազի ջուր։ Գազավորված ջուր, այո, եւ ֆիլտրը նախատեսված է 600 լիտր ջրի համար։ Դա բավական երկար ծառայում է։ Ու նշեմ, որ լինում են տարբեր չափսի ֆիլտրներ, 1500, 2000 եւ 3000 լիտր ջրի համար։ Ուրեմն սա անձայն է աշխատում։ Այո, այսինքն որովհետեւ ավելորդ ձայներ չլինի եւ չափսերը կարծում եմ ճիշտ նախատեսված է լվացարանի այոտակի դարակի համար, այսինքն դարակաշարում շատ հարմարավետ կտեղավորվի։ Եվ չնշեցինք, որ մեր ծորակը ոչ միայն ֆիլտրացած գազավորված ջուր է տալիս եւ կարող եք իրան օգտագործել ոնց ձեր կենցաղային սառը ջուր, այո, սովորական ջուր նաեւ, շատ լավ։ Իսկ ցանկության դեպքում կարելի է ռեժիմի փոփոխություն կատարել։ Այո, այո։ Ռոման կանի որ մեր այս խորագիրը հիմնականում նախատեսված է սանտեխնիկների համար, այ հետաքրքիր է, կարծում շատ-շատերը չեն կիրառում իրենց աշխատանքներում նման տիպ ծորակներ, ինչ որ հատուկ խորհուրդ կա տեղադրելիս, որ պետք է անպայման նկատի ունենալ։ Գլխավոր խորհուրդս նայեք Արեն ջան, որ լվացարանի տակ գտնվող տարածքը ճիշտ պլանավորել։ Այո։ Քանի որ մեր սառեցման բլոկը տեղավորվում է։ Միայն դա, այսինքն որևիցե այլ հատուկ բան չկա։ Ահա։ Իսկ այն մարդիկ, ովքեր արդեն իսկ տեղադրել են, բայց ուզում են փոխել, կարծում եմ կարող են աղբամանը օրինակ տեղաշարժել եւ փոխարենը այո, տեղադրել այս բլոկը։ Կարծում եմ բոլորին կարելի է հրավիրել Դավիթ Անախտ 9 հասցեում տեղակայված ձեր խանութ սրա, Ռոմանը միշտ այնտեղ է ձեր աշխատանքային ժամերը կխնդրեմ նշել։ Աշխատում ենք ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ը, 19:00։ Իսկ եթե ժամանակ չունեք, անպայման կարող եք այցելել shop.grohe.am առցանց խանութ սրահը, ծանոթանալ ապրանքների ոչ միայն չափերին, առանձնահատկություններին, այլ նաև գներին եւ անպայման, ինչպես ես եմ միշտ նշում, չմոռանալ գնել։ Իսկ եթե լինեն հարցեր, ապա կարող եք գրել ոչ միայն տունտեղ հեռուստանախագծի պաշտոնական էջին, այլ նաև United Technical Service ընկերության պաշտոնական սոցիալական բոլոր էջերին կհանդիպենք։ Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տանտեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Տոգաս ընկերության պատմությունը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդ եւ տաղանդավոր Իլյաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ Իսկ 1970 թվականին բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորի ստացած եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի նոր հավաքածուներ։ 1995 թվականին Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ Իսկ այսօր Տոգաս ընկերությունը 140 բուտիկ եւ ատելյե է ներկայացնում աշխարհի 18 երկրներում։ Բարձրորակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները, դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Այսօր կխոսենք Տոգաս խանութ սրահներում ներկայացված բարձերի բազմազան տեսականից։
Փափուկ փետուրի կամ տաք բրդյաբարձերին ծանոթ են բոլորը։ Ժամանակակից աշխարհում լայն տարածում ունեն նաև սինթետիկ լցոնիչները, սակայն այսօր առավել պահանջված են օրգանական եւ բուսական մանրաթելերով բարձերը, որոնք համադրում են բնության ուժն ու նորարարական տեխնոլոգիան։ Բուսական լցոնիչները պարզապես բույսերի տերևներ չեն, դրանք մշակվում են եւ վերածվում են նուրբ փափուկ վիսկոզայի մանրաթելերի, ստեղծելով իդեալական միջավայր առողջ եւ հանգիստ քնի համար։ Տոգս խանութ-սրահներում ներկայացված են բամբուկի, էվկալիպտի եւ կաթնային մանրաթելերի բարձեր։ Բամբուկը արևադարձային ասիական բույս է եւ հայտնի է իր յուրահատուկ հատկություններով։ Այն խորհրդանշում է երկարակեցություն եւ ներդաշնակություն։ Բամբուկը էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ նյութ է։ Այն օժտված է վիտամիններով եւ հիպոալերգեն է։ Բամբուկի մանրաթելերով բարձերը թեթև են, շնչող են եւ չեն կորցնում իրենց ձևը, նույնիսկ հաճախ օգտագործման դեպքում։ Տոգսը առաջարկում է Bamboo Trims մոդելը, որը որ իդեալական է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են քնել կողքի վրա։ Բուսական լցոնիչների շարքից է էվկալիպտի մանրաթելը, որը որ հայտնի է իր փափկությամբ եւ դիմասկունությամբ։ Առավելություններից են չեն դեֆորմացվում, ապահովում են օդի ազատ շրջանառությունը, գերազանց կլանում են խոնավությունը եւ ունեն հիպոալերգեն հատկություն։ Մեզ մոտ ներկայացված են մետաքսանման Sensotex Trims մոդելները, որոնք կատարյալ ընտրություն են փափուկ բարձ սիրողների համար։ Այս բարձերը ստեղծում են climate control էֆեկտ, ապահովում են զովություն եւ թարմություն, հատկապես տաք եղանակներին։ Բնական կաթից ստացված մանրաթելը նորարարական լուծում է անկողնային պարագաների աշխարհում։ Այն հարուստ է ամինաթթուներով, նրբորեն խնամում է մաշկը քնի ընթացքում, ապահովում է օդափոխություն եւ կլանում է խոնավությունը։ Նախատեսված է զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար։ Մեզ մոտ ներկայացված Milk Trims բարձը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են փափկություն եւ նախընտրում են քնել դեմքի վրա։ Ինչպես ընտրել ճիշտ բարձ։ Եթե նախընտրում եք քնել կողքի վրա, ձեզ անհրաժեշտ են բարձր, ձիգ բարձեր։ Եթե նախընտրում եք քնել մեջքի վրա, ձեզ անհրաժեշտ են միջին բարձրության եւ փափկության բարձեր։ Իսկ եթե նախընտրում եք քնել փորի վրա, ձեզ անհրաժեշտ են փափուկ բարձեր։ Ճիշտ ընտրված բարձը ապահովում է պարանոցի ճիշտ դիրքը եւ առողջ քունը։ Տոգս խանութ-սրահներում կարող եք փորձել տարբեր մոդելներ, հանգստանալ հատուկ քնի գոտիներում եւ ընտրել ձեր կատարյալ տարբերակը։ Եվ ի վերջո մենք կօգնենք ձեզ ճիշտ ընտրություն կատարել տոգս խանութ-սրահներում։ Ողջույն, ես Սահակն եմ, ներկայացնում եմ Տինտակոլ ընկերությունը։ Այսօրվա եթերում մենք ներկայացնելու ենք եւ փորձարկելու ենք Տինտակոլ ընկերության սալիկի համար նախատեսված սոսինձները՝ TK 80, TK 50, TK 100 եւ TK 55։ Ներկայացնում ենք բարձրակարգ սոսինձ, բարձր կպչողականությամբ, գերազանց թռչողականությամբ եւ էլաստիկ կառուցվածքով։ Այն ապահովում է ամուր կապ նույնիսկ ամենաբարդ մակերեսների վրա։ Հարմար է հատակների եւ պատերի, տաքացվող հատակների, սալիկը սալիկի վրա փակցնելու, կերամագրանիտի, մոզաիկայի եւ բնական քարերի համար։ Շնորհիվ իր էլաստիկության իդեալական է ինտենսիվ ծանրաբեռնված տարածքների համար, սուպերմարկետներ, օդանավակայաններ եւ այլ ակտիվ գոտիներ։ Երկարացված բաց ժամանակ մինչև 30 րոպե։ Աշխատանքային ժամանակը մինչև 8 ժամ։ Համապատասխանում է եվրոպական EN 12004 C2E ստանդարտին։ Ներկայացնում ենք բարձրակարգ էլաստիկ սոսինձ, ցեմենտային հիմքով, բարձր կպչողականությամբ եւ T1 դեֆորմացիոն ճկունությամբ։ Շնորհիվ զրոյական ուղղահայաց հոսունության սալիկը մնում է իր տեղում, առանց սահելու, նույնիսկ պատերին աշխատելիս, թույլ է տալիս աշխատել հանգիստ, ճշգրիտ եւ առանց շտապելու։ Իդեալական է մեր չափի սալիկների համար, մինչև 1.60 սմ, 3.20 սմ չափսերի կերամագրանիտային եւ բնական քարերի համար, ինչպես նաեւ տաքացվող հատակների։ Ունի բարձր մեխանիկական դիմադրություն, չի ճաքում, չի նստում եւ պահպանում է իր ամրությունը նույնիսկ ամենածանր պայմաններում։ Դիմանում է ջերմաստիճային ծայրահեղություններին, -30-ից մինչև +90 ջերմաստիճան, հարմար է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աշխատանքների համար։
Ժամանակը շինարարության մեջ որոշիչ է։ Ներկայացնում ենք գելային տեխնոլոգիայով էլաստիկ սալիկի սոսինձ, նոր սերնդի լուծում, բարձր կպչողականությամբ եւ առավելագույն արդյունավետությամբ։ Հատուկ մոդիֆիկացված պոլիմերն ու գելային հավելումները ապահովում են գերազանց կպչողականություն, նույնիսկ ամենաբարդ մակերեսների վրա։ Բետոն, գիպս, մետաղ, պլաստիկ, OSB։ Ունի կրեմային պլաստիկ կառուցվածք, հեշտ է տարածվում։ Զրոյական սահում է ապահովում նույնիսկ ուղղահայաց մակերեսների։ Իդեալական է սալիկը սալիկի վրա փակցնելու, տաք հատակների եւ դեֆորմացվող մակերեսների համար, բայց ամենակարևորը արագ ամրացման տեխնոլոգիա ունի։ Ընդամենը 3-ից 4 ժամ անց արդեն կարելի է քայլել։ Աշխատանքը ավարտվում է 1 օրում առանց եղանակային ռիսկերի։ Ցերեկը ամրանում է, գիշերը սառնությունը այլևս չի ազդում արդյունքի վրա։ Սա պարզապես սոսից չէ, սա արագություն, հարմարավետություն եւ վստահություն է մեկ լուծման մեջ։ Երբ աշխատում եք մոզաիկայի հետ, ամեն մանրուք ունի նշանակություն, գույնը, հարթությունը, ամրությունը, ամեն ինչ պետք է լինի իդեալական։ Ներկայացնում ենք գերսպիտակ ցեմենտային հիմքով սոսինձ, հատուկ մշակված մոզաիկաների եւ նուրբ սալիկների համար։ Շնորհիվ իր տեքստոտրոպի կառուցվածքի սոսինձը չի հոսում եւ պահում է յուրաքանչյուր կտոր իր տեղում։ Չափազանց մանրահատիկ կազմը ապահովում է հարթ, մաքուր եւ ճշգրիտ վերջնական տեսք։ Իսկ գերսպիտագույնը չի փոխում մոզաիկայի իրական երանգները։ Իդեալական է լոգասենյակների, լողավազանների եւ ցանկացած խոնավ միջավայրի համար, առանց լրացուցիչ հավելանյութերի։ Բարձր կպչողականություն ունի, էլաստիկություն եւ ամրություն։ Համապատասխան եվրոպական EN 12004 C2TE ստանդարտի։ Հուսամ մեր խորհուրդները ձեզ օգտակար եղան եւ դուք այն կկիրառեք ձեր շինարարական աշխատանքների ժամանակ։ Եթե այս տեսանյութից հետո դուք հարցեր ունենաք, կարող եք դիմել մեր մասնագետներին։ Ողջույն, տունտեղ հեռուստանախագծի եթերում Smart Design խորագիրն է, որտեղ մենք պատմում ենք ինժեներական նորարար համակարգերի ու ավտոմատացումների մասին։ Այսօր խոսելու ենք բիզնես ավտոմատացման մասին, այն մասին, թե ինչպես են ժամանակակից շենքերը մտածում եւ աշխատում ավելի արդյունավետ։ Եթե Smart Home-ը ավելի շատ կապվում է հարմարավետության հետ, ապա բիզնես միջավայրում Smart լուծումները առաջին հերթին կապված են արդյունավետության, վերահսկման եւ ծախսերի նվազեցման հետ։ Երբ խոսում ենք B2B ավտոմատիկայի մասին, իրականում խոսում ենք ամբողջ շենքի կառավարման մասին։ Սա կոչվում է Building Automation System։ Այն միավորում է մի քանի կարևոր համակարգ՝ լուսավորություն, օդափոխություն եւ օդորակում, էլեկտրամատակարարում, անվտանգություն եւ այլ ինժեներական լուծումներ։ Այս համակարգերը չեն աշխատում առանձին։ Դրանք կապված են իրար եւ կառավարվում են մեկ կենտրոնից։ Ինչ է սա տալիս բիզնեսին։ Առաջինը՝ վերահսկում։ Դուք ցանկացած պահի կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում ձեր շենքում։ Երկրորդը՝ օպտիմալացում։ Համակարգը կարող է ավտոմատ կարգավորել աշխատանքը, կախված իրական օգտագործումից։ Երրորդը՝ ծախսերի նվազեցում։ Էներգիայի ճիշտ կառավարումը կարող է զգալիորեն կրճատել ծախսերը։ Եկեք դիտարկենք մի քանի պարզ օրինակ։ Պատկերացրեք գրասենյակային շենք, որտեղ աշխատանքային ժամերից հետո բոլոր լույսերը ավտոմատ անջատվում են։ Օդորակման համակարգը անցնում է խնայող ռեժիմի, եւ ամբողջ շենքը աշխատում է նվազագույն ռեսուրսներով։ Կամ պատկերացրեք արտադրական տարածք, որտեղ սարքավորումների աշխատանքը վերահսկվում է եւ կարգավորվում ավտոմատ, ապահովելով անվտանգություն եւ կայունություն։ Սա արդեն ոչ թե պարզապես հարմարավետություն է, այլ բիզնեսի կառավարման իրական գործիք։ Շատ կարևոր է նաեւ ինտեգրումը։ Հաճախ տարբեր համակարգեր տեղադրվում են տարբեր ընկերությունների կողմից եւ չեն խոսում իրար հետ։ Արդյունքում ստացվում է բարդ եւ ոչ արդյունավետ միջավայր։ Team Systems-ում մեր մոտեցումը հենց ինտեգրումն է։ Մենք նախագծում եւ իրականացնում ենք համակարգեր, այնպես, որ դրանք աշխատեն միասին, որպես մեկ ամբողջություն։ Սա թույլ է տալիս ոչ միայն ավելի հեշտ կառավարել շենքը, այլ նաև արագ արձագանքել ցանկացած փոփոխության։ Օրինակ, եթե համակարգը նկատում է գերբեռնվածություն կամ ջերմաստիճանի փոփոխություն, կամ անվտանգության ռիսկ, այն կարող է ավտոմատ արձագանքել, առանց մարդկային միջամտության։ Սա նշանակում է ավելի քիչ սխալներ եւ ավելի բարձր արդյունավետություն։ Բիզնես միջավայրում ժամանակը եւ ռեսուրսները շատ կարեւոր են,
Եվ ճիշտ ավտոմատացումը հենց այն գործիքն է, որը օգնում է կառավարել այդ ամենը։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք խոսելու ենք նախագծման մասին։ Ինչու է կարևոր ճիշտ նախագծումը եւ ինչ է լինում, երբ այն բացակայում է։ Մնացեք մեզ հետ։ Դուք շարունակում եք դիտել հայկական եթերի միակ դիզայներական հեռուստանախագիծ, իսկ մենք շարունակում ենք մեր հանդիպումները ամենից հետաքրքիր մարդկանց հետ այս քաղաքում։ Այս պահին հանդիպելու եմ Arma Design Studio-ի ղեկավար Արամ Դանելյանին։ Ողջույն Արամ։ Ողջույն Կարեն։ Արամ, ինչպես եւ խոստացել էինք, նախորդ թողարկման այսօր խոսելու ենք ոչ միայն դիզայնից, այլ որակից, որը բնականաբար չեն կարող տարանջատել։ Նայեք, վերջի տարիների տպավորություն է, որ համացանցում սկսեցին մրցակցել տարբեր դիզայներական արվեստանոցներ եւ ինչու ոչ նաեւ ինքնակոչ դիզայներներ, վերցնելով չեմ թաքցնի հերոսադիտողներից պարզապես կոփի, կրկնօրինակելով մեկ այլ երկրի հայտնի դիզայներների կամ արվեստանոցների ինտերիերներ, ներկայացնելով իրենց սեփականը, ճանաչում ձեռք բերեցին, ինչու ոչ նաեւ որոշակի հաճախորդների բազա եւ հետագայում ունեցան խնդիրներ։ Այդ ամենի արդյունքում նաեւ աղավաղեցին այս ոլորտը, ստվեր նետելով դիզայներներին։ Հիմա ուզում եմ լսել ձեր կարծիքը այս մասին։ Կարեն, միշտ էլ օգտվողներ եղել են, օգտվել են, կրկնօրինակելը ընդունելի չի, բայց օգտվելը ես կարծում եմ նամանավանդ մեծ ընկերություններից, հզոր մասնագետներից, դա ես դրական եմ նայում։ Այնուամենայնիվ, հենց նույն բանը կրկնելը իմ համար ընդունելի չէ, քանի որ ես ինքս գեղանկարիչ եմ եւ հենց արտանկարելը նույնպես միայն կրթական բնույթ է կրել իմ համար, ոչ թե ստեղծագործական, ես այդքան էլ դրան կողմնակից չեմ։ Նայեք, ես ավելին կավելացնեմ, որ այսօր մեծ միտում է դարձել նույնիսկ AI-ով, արհեստական բանականությամբ ստեղծել ինտերիերներ եւ ներկայացնել սա որպես սեփական աշխատանք։ Մենք չենք օգտվում մեր աշխատավայրում AI-ից, գուցե եւ որոշ տեսանյութեր, ռիլեր կամ ինչ-որ բաներ ենք պատրաստում, բայց հենց դիզայնի ոլորտում չենք օգտվում։ Բայց ուզում եմ նշել, որ աշխարհի առաջատար ընկերությունները արդեն սկսել են օգտվել թե ճարտարապետները, թե դիզայներները AI-ից, զուտ ստեղծելով կոնցեպտ, հետո արդեն այդ նույն կոնցեպտը մտնում է աշխատանքային փուլ եւ ստեղծվում է այլ միջավայր։ Ես ճանաչում եմ շատ հայտնի դիզայներների, նույնիսկ աշխարհում, որ եւ պատիվ ունեցել եմ շփվել, որ նրանք դեռևս մատիտ եւ թղթով են, իրենց դիզայն նախագծերը նույնիսկ ամենամասշտաբային ռեալիզացնում եւ ապա ակվարելի միջոցով գունավորում, նույնիսկ այս կարգի աշխատանքները դեռ հարգի են, եվրոպական շատ երկրներում։ Արդյոք Հայաստանում կա այդ միտում ամեն դեպքում այդ ձեռքով աշխատելու, չգիտեմ, ձեր դեպքում բնականաբար կա, որովհետեւ ձեր բոլոր ինտերիերներում առկա են ձեր հենց աշխատանքները, կտավները։ Ինչպես է գնահատում այդ միտումը ամեն դեպքում։ Ես դրական եմ նայում, Հայաստանում չեմ տեղյակ չեմ ճանաչում նման ընկերություն, որտեղ որ հենց ձեռքով անեն ինտերիերները, այնուամենայնիվ ես նույնպես սկեչ անելուց, երբ որ ինչ-որ մի բան եմ ուզում ստեղծել, ավտոմատ որպես գեղանկարիչ հենց դա է առաջ գալիս։ Բայց հետո արդեն համակարգչի օգնությամբ ենք ստեղծում։ Այո, ճիշտ է, աշխարհում կան հեղինակություններ, ովքեր միայն ձեռքի աշխատանքներով են ի հայտ գալիս եւ արդեն ակվարելով չէ։ Կան հատուկ մարկերներ, հատուկ նյութեր, ստեղծված հենց այդ սկեչինգների համար բավականին արագ եւ հեշտ է ստացվում, հիանալի աշխատանքներ է ստացվում, նաեւ մնայուն էսքիզներ են լինում։ Կամ հենց ցուցադրվում են, կախվում են տվյալ ինտերիերներում, տվյալ տանը կամ ինչ-որ մի միջավայրում, կամ արխիվացվում են, էլեկտրոնայնացվում են եւ պահվում են որպես արխիվ։ Շատ լավ, խոսենք որակից։ Կան չափորոշներ, որոնցով կարելի է իսկապես ասել, որ այս ինտերիերը որակյալ է, այս մեկը ոչ։ Ձեզ համար։ Գիտեք, օգտագործել որակ բառը ինտերիերում շատ սադրիչ է, որովհետև ինտերիերի որակը կախված է սպառողից, ուրեմն պատվիրատուից եւ տվյալ կատարողի հնարավորություններից, մտքի թռիչքից։ Եթե կողմերը կանգնում են որևիցե մի ընտրության առջև եւ երկուսն էլ կողմ են տվյալ ուղղությանը, երկուսի համար դա համարում է որակով։ Գնահատական տալ դա որակով է թե չէ, շատ դժվար է։ Ճարտարապետության մեջ
ավելի հեշտ է, որովհետև գիտական մասը ճարտարապետության մեջ ավելի Այլ հաշվարկային է։ այլ հաշվարկներում։ Իսկ ինտերիեր դիզայնում մի քիչ ավելի բարդ է նման գնահատական տալը։ Շատ լավ։ Իսկ ունենք օրինակ չափորոշիչներ կապված լավ կամ վատ դիզայնի հետ կապված։ Օրինակ ասում են, սա շատ գրագետ դիզայն է, սա գրագետ դիզայն չէ։ Որ սխալներն են, որ Հայաստանում հիմնականում նկատում եք հա ինտերիեր դիզայնում։ Ամենաշատ խնդիրը ես նկատում եմ գծագրային մասում, որովհետև վիզուալիզացիաների մասով Հայաստանում բավականին լուրջ աճ է գրանցվել հենց ինտերիեր դիզայնի գրասենյակների, օֆիսների կողմից, ընկերությունների կողմից, բայց շատերի մոտ նկատվում է գծագրային փաթեթների թերացումներ, իհարկե այդ ուղղությամբ ես տեսնում եմ, որ աշխատանքներ տարվում են։ Ուզում եմ շեշտել, որ ինտերիեր դիզայնը ինչքան էլ գեղեցիկ ներկայացվի, եթե թերությունները շատ են գծագրային, աշխատանքային գծագրերում, գծագրային փաթեթում, իրականացման ժամանակ մեծ խնդիրներ առաջացնում։ Իրական պատահական չէր հարցս, որովհետև Հայաստանում շատ մեծ, շատ գրագետ բառ եմ օգտագործելու անջրպետ կա վարպետների եւ դիզայներների միջև։ Ինչն է հարցը, որ նրանք տանել չեն կարողանում իրար, մեղմ ասած, եւ միշտ մեղադրանքներ է հնչում դիզայներների կողմից վարպետների հանդեպ, վարպետներից էլ փոխադարձ դիզայներներին։ Ես կարող եմ ասել, որ աշխարհի բոլոր երկրներում այդ հարցը կա, քանի որ մենք մեր աշխատանքային, այո, մեր աշխատանքային աշխարհագրությունը բավականին լայն է եւ տարբեր երկրների հետ ենք աշխատում, նույն տենդենսը կա ամենտեղ, հարմարվել ենք, բայց հիմնականում մեր օրինակով կարող եմ ասել, լուրջ սկանդալներ եւ խնդիրներ չեն լինում, ամեն դեպքում մենք լեզու ենք գտնում վարպետների հետ եւ գնում առաջ։ Ես մի տարբերություն եմ անպայման ուզում նշեմ, որ նկատել եմ վերջի մեր եթերաշրջանի, հա նախորդ եթերաշրջանի ընթացքում, Փարիզում վերանորոգման ընթացքում նկատեցի, որ դիզայները եւ վարպետները այս դեպքում ոչ թե վերադաս եւ աշխատող այսպես տարբերակով էին աշխատում, այլ բավականին հավասար գործընկերային տարբերակով էին աշխատում, ինչը Հայաստանում միանշանակ չեմ նկատել, այսինքն ամեն դեպքում դիզայները թելադրողի դերում է, վերահսկողի դերում է, իսկ մեծ նախագծերի դեպքում իսկապես վարպետները մեծ քաշ ունեն եւ կարող են նույնիսկ ընդհանրապես փոփոխման ենթարկել ամբողջ նախագիծը, եթե կարծում են, որ սա ինչ-որ առումով սխալ է կամ անհնար է ռեալիզացնել նման օբյեկտում։ Օրինակ տարբեր երկրներում տարբեր ձև է բնութագրվում, եվրոպական երկրներում այո ճիշտ եք նկատել, օրինակ արաբական էմիրություններում նման տենդենս չկա, այնտեղ դիզայներները շատ ավելի բարձր դիրք են գրավում վերանորոգման շինարարական աշխատանքների ժամանակ, անգամ քան Հայաստանում։ Իսկ եվրոպական երկրներում ճիշտ եք նկատել հավասարությունը, որովհետև միմյանց աշխատանքը հարգում են եւ անգամ կողքից նայելուց նախանձով ես նայում, որ շատ ընկերական հարաբերություն։ Հարավիտիպ ուզում եմ ասել, որ շատ հաճախ վարպետները ավելի լավ են վարձատրվում, քան դիզայներները։ Լուծե։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, մենք շարունակենք մեր հաջորդ թողարկմանը զրուցել, իսկ այս պայմանից հրաժեշտ եմ տալիս։ Շնորհակալություն։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։
Thank you.